Իրանի դեմ պատերազմն այսօր առնչություն ունեցավ Կովկասյան ռեգիոնին, Նախիջևանի օդանավակայանին, Իրանի անօդաչուների հարվածի տեսքով։ Կա երկու վիրավոր, զոհեր չկան, համենայն դեպս ըստ պաշտոնական տեղեկությունների այսպիսին է պատկերը, եւ Ադրբեջանը արեց կոշտ հայտարարություն, թե իրեն վերապահում է պատասխանի իրավունք։ Իհարկե մանրամասնված չէ, թե հատկապես ինչ պատասխանի մասին է խոսքը։ Թեհրանից եղավ հայտարարություն, որ Իրանը որևէ կապ չունի այս անօդաչուի հարվածի հետ, եւ անգամ հայտարարվեց, որ հարվածում են կամ թիրախավորում են ոչ թե հարևան երկրներին, այլ միայն այն երկրներին, որոնք իրենց տարածքները տրամադրում են Իրանի հակառակորդներին Իրանին հարված հասցնելու համար։ Իհարկե սա ինչ կփոխի իրավիճակի հարցում դժվար է ասել, բայց սա շատ հատկանշական հերքում է, որովհետև հարց է առաջանում, թե արդյոք սա պարզապես սադրանք չէ, որի նպատակն է ներքաշել այս պատերազմում նաև Կովկասյան ռեգիոնը։ Եվ այս տեսանկյունից իհարկե մտահոգության տեղ կա նաև բնականաբար Հայաստանի համար։ Այս մասին քիչ հետո, իսկ մինչ այդ նշեմ, որ գործնականում գաղտնիք չէ Ադրբեջանում իսրայելական հենակետերի առկայությունը, եւ թեպետ Իրանը հայտարարում է, որ հարվածում են միայն այն երկրներին, որոնք իրենց տարածքները տրամադրում են Իրանի դեմ հարվածների համար, այստեղ հնչում է բազմիմաստ, քանի որ Ադրբեջանում այդ հենակետերն առկա են։ Դրանք գործում են արդյոք այս անգամ Իրանի դեմ թե ոչ, սա իհարկե բաց հարց է։ Թեհրանն ասում է, որ ինքը կապ չունի Նախիջևանին անօդաչուի հարվածի հետ։ Սա նշանակում է արդյոք, որ Թեհրանը չունի տեղեկություններ, որ Ադրբեջանի տարածքից Իսրայելը գործում է իր դեմ այս պատերազմի ընթացքում, թե պարզապես սա անուղղակի դիվանագիտորեն քողարկված զգուշացում է Ադրբեջանին, որ հաջորդ հարվածները արդեն կլինեն շատ ավելի առարկայական եւ շատ ավելի ուժեղ։ Ամենայն դեպս այստեղ իսկապես բավական բազմիմաստ պատկեր է, իսկ այն կրկնեմ, որ Ադրբեջանի տարածքում կան իսրայելական հենակետեր, հաստատվեց գործնականում նաև 2025 թվականին 12-օրյա պատերազմից հետո, երբ Իրանի նախագահ Փեզեշքյանը խոսելով Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ պետք է քննվեն այն տեղեկությունները եւ խոսակցությունները, որ Ադրբեջանի տարածքից հարվածներ են եղել, գործողություններ են եղել Իրանի նկատմամբ։ Կրկնեմ, սա 12-օրյա պատերազմից հետո էր նախորդ տարի հունիսին, եւ իհարկե հետագայում չմանրամասնվեց, թե արդյոք քննվել է այս իրավիճակը, Իրանը ինչ պատասխաններ է ստացել իր բարձրաձայնած հարցերի առնչությամբ, բայց կրկնեմ, սա փաստական վկայություն է, որ արձանագրվում է Ադրբեջանի տարածքում իսրայելական հենակետերի առկայությունը։ Դրանք իհարկե փաթեթավորվում են այլ ձևակերպումներով, ինչպես օրինակ գուցե ագրոարդյունաբերական, ինչ-որ արդիական տեխնոլոգիական համալիրների, ինչի վերաբերյալ օրինակ 2021 թվականին համաձայնագիր կնքեցին Ադրբեջանն ու Իսրայելը Արցախի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մասով, այսինքն այդ տարածքներում, որոնք բնականաբար սահմանակից են Իրանին, իսրայելական ժամանակակից արդիական ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու վերաբերյալ։ Պարզ է, որ այդ համալիրները ծառայելու են տեխնոլոգիական այն նպատակներին, որ հետապնդելու է Իսրայելը Իրանի նկատմամբ։ Ահա այդ իմաստով Նախիջևանի պատմությունը իսկապես բավական բազմիմաստ է եւ բազմաշերտ, եւ այստեղ նաեւ ուշադրության է արժանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե իրանական անօդաչուների հարվածները կարող են ռեգիոնը բերել լարվածության աճի։ Այստեղ շատ հետաքրքիր է ձևակերպումը, թվում է, թե շատ տրամաբանական ձևակերպում է, բայց ինչու ռեգիոնը, ինչու օրինակ ոչ Իրան-ադրբեջանական հարաբերությունը, այլ ռեգիոնը։ Արդյոք կա այդպիսի խնդիր Ադրբեջանի առաջ, ռեգիոնը, ամբողջական Կովկասը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Ամենայն դեպս ձևակերպումը այս տեսանկյունից իսկապես արժանի է ուշադրության, առավել ևս նկատի ունենալով նաև ընդհանրապես այն տրամաբանությունը, որով ծավալվում է Իրանի դեմ պատերազմը։ Այդ առնչությամբ հիշեցնեմ 2 օր առաջ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Հեքսեթի խոսքերը, որ սկսելու են ավելի խորը հարվածներ հասցնել Իրանին, այսինքն ավելի խորը Իրանի տարածքի առումով։ Այստեղ առաջանում է հարց, կամ այդ հարվածները պետք է լինեն առավել հեռահար ծոցի երկրներից, կամ պետք է ներգրավվեն երկրներ, այսպես ասենք, Իրանի հակառակ կողմից, որպիսի բնականաբար թիրախավորվեն ծոցի ուղղությունից ավելի խորը տարածություններ։ Եվ այստեղ առաջանում է իսկապես հարց, արդյոք այդ նպատակը դրված է նաև Ադրբեջանի մասով։ Հաշվի առնելով նաև
Կովկասի նշանակությունը ոչ միայն Իրանի դեմ պլացդարմի առումով, այլ ընդհանրապես նաև դեպի Կենտրոնական Ասիա աշխարհաքաղաքական հավակնությունների եւ ռազմավարությունների։ Այստեղ շատ հետաքրքիր է հանգամանքը, որ նախորդին էլ եղավ դեպի Թուրքիայի տարածք իրանական բալիստիկ հրթիռի պատմությունը, որը խոցվել էր այդ ճանապարհին ՆԱՏՕ հոբ ուժերի միջոցով, բայց որը փաստացի լարվածություն առաջացրեց թուրք-իրանական հարաբերությունում, որը կարծես թե չկար այս պատերազմի ընթացքում, որովհետև Թուրքիան բաց տեքստով դեմ էր արտահայտվում Իրանի դեմ ռազմական գործողություններին եւ չէր ներգրավում դրանց թե քաղաքական թե ռազմական process-ում։ Եվ հարց է առաջանում, թե ինչու պետք է Իրանը հարված ուղեր, բալիստիկ հրթիռ ուղեր դեպի Թուրքիա, առաջացնելով իրեն կարծես թե որևէ կերպ ձեռնտու չլինող լարվածություն Անկարայի հետ։ Եվ այստեղ է, որ առաջանում են հարցեր, նախորդին դեպի Թուրքիա այդ հրթիռը, այսօր Նախիջևան անօդաչուի հարվածը, արդյոք սրանք կարող են լինել տեխնոլոգիական սադրանքներ, տեխնոլոգիական արդիական միջոցներով կիրառվող սադրանքներ, իսկ այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում դա միանգամայն հնարավոր եւ իրատեսական է, որոնց նպատակը Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի մեջ ներգրավելն է եւ այդ ներգրավման շնորհիվ Իրանի դեմ դե ֆակտո երկրորդ ճակատ բացելը, Իրանի կառավարման հավաքարքի դեմ լրացուցիչ բարդություններ առաջացնելը, եթե դրան գումարենք նաև այն, որ այս նպատակի համար արդեն ցամաքային գործողությունների իմաստով Իրաքի սահմանին էլ նախապատրաստվում են ռազմական ջոկատներ, քրդական զինված ջոկատներ։ Համենայն դեպս այս հանգամանքները արժանի են իսկապես աչալուրջ ուշադրության նաև Հայաստանում, որովհետև թվում է, թե Հայաստանը գտնվում է այս ամենից դուրս, Հայաստանում չկան իսրայելական, ամերիկյան հենակետեր, որպեսզի մենք դառնանք Իրանի թիրախ, բայց այստեղ հարցը միայն Իրանի թիրախ դառնալը չէ, Հայաստանի համար սա չէ խնդիրը։ Ավելին, գուցե այստեղ առաջին հայացքից խնդիր չկա եւ չի էլ լինի, բայց եթե ինտենսիվորեն լինի Ադրբեջանին եւ Թուրքիային ռազմական գործողությունների պատերազմի process ներգրավելու, Իրանի դեմ փաստացի երկրորդ ճակատ բացելու ձգտում եւ քաղաքական մխում, ապա այստեղ կարող են առաջանալ հարցեր։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված լինեն տեղի տալ այդ մղմանը, արդյոք նրանք դրա դիմաց չեն փորձի ակնկալել կամ ստանալ քաղաքական բոնուսներ։ Քաղաքական բոնուսներ այն պայթյունավտանգ կամ պարզապես պայթյունի իրավիճակից օգտվելու եւ Հայաստանի հանդեպ ինչ-որ գործողություններով շատ ավելի խոշոր նպատակներ սպասարկելու տեսանկյունից այդ տրամաբանությամբ։ Եվ այստեղ օրինակ կարող է առաջանալ պարզ հարց. արդյոք ռեգիոնալ լարումը, եթե կրկնեմ, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարողանում դիմակայել կամ դիմադրել ներգրավվելու, ներքաշվելու պահանջներին կամ ճնշումներին, արդյոք այդ լարվածությունը չի բերի օրինակ միջավայրի կամ իրավիճակի, երբ Հայաստանի տարածքի վերաբերյալ էլ կլինեն ինչ-որ սադրանքներ եւ դրանք թույլ կտան կամ կստեղծեն, այսպես ասենք, հիմքեր թե Ադրբեջանին եւ թե Թուրքիային գնալ գործողությունների եւ օրինակ ժամանակից շուտ կամ այսպես ասենք արագացված կարգով, ուժային տարբերակով ապահովել թրիփ ծրագրի իրականացումը։ Կարող ենք մենք բացառել այս տարբերակը։ Ես կարծում եմ ոչ, եւ հենց այս տեսանկյունից է, որ ուշադրության է արժանի Բայրամովի հայտարարությունը, թե Իրանից հարվածները Ադրբեջանի դեմ լարում են ռեգիոնալ իրավիճակը, կբերեն ռեգիոնալ լարվածության աճի։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը սիրահոժար կներգրավի Իրանի դեմ պատերազմի այս process-ում, որովհետև կստանա, կարծում եմ, շատ լուրջ հարվածներ։ Բայց կրկնեմ, եթե իսկապես դրված է շատ մեծ խաղադրույք եւ լինելու է շատ մեծ ճնշում Ադրբեջանի նկատմամբ ներքաշվելու տեսանկյունից, ապա այլևս դիմադրել չկարողանալու պարագայում մեծ հավանականությամբ Ադրբեջանը ակնկալելու է բոնուսներ։ Իսկ այդ բոնուսները, ինչպես փորձը ցույց է տվել, առաջին հերթին նրանք ակնկալելու են հենց Հայաստանի մասով։ Արևմտյան որևէ խաղացողի, որևէ բևեռի հետ, որևէ պայմանավորվածության պարագայում Ադրբեջանի ակնկալվող բոնուսները վերաբերում են Հայաստանին։ Սա պարզ իրողություն է եւ սա է, որ պետք է մեզ մտահոգի։ Կրկնեմ, երբ ռեգիոնը, Կովկասը ներգրավի այդ մեծ պայթյունի մեջ, այստեղ այլևս չեն գործելու այն տրամաբանությունը, որ իբրև թե խաղաղության տեսքով հաստատվել է օգոստոսի 8-ին։
չեն գործելու այդ տրամաբանությունից բխող պայմաններ և իրողություններ։ Ահա այս տեսանկյունից մենք իսկապես մտահոգվելու բան ունենք, եթե լինեն շարունակական սադրանքներ ռեգիոնը պատերազմի մեջ ներքաշելու համար։ Ավելին, ես կարծում եմ, այստեղ նաև որոշակի ճնշման ներքո է Հայաստանը, ինչի դրսևորումն այն էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բարձրաձայնել է ռուսական երկաթուղու այդ հավատարմագրային կառավարման իրավունքի խնդիրը, ասելով, թե Կատարը և Քուվեյթը ցանկություն են հայտնել կառավարել հայկական երկաթուղին։ Կատարն ու Քուվեյթը Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ բարեկամական հարաբերություն ունեն Ռուսաստանի հետ։ Այո, այդ հարաբերությունը համենայն դեպս նորմալ է, համենայն դեպս չկան այդտեղ լուրջ խնդիրներ, բայց Կատարն ու Քուվեյթը ակնհայտորեն այսօր իրավիճակը հստակ ցույց է տալիս, դարձել են Իրանի դեմ պատերազմի հենակետ։ Եվ այստեղ մենք կարող ենք հարց տալ. Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունն է ավելի առարկայական և շոշափելի, թե այն ուժերի հետ հարաբերությունը, որոնց Իրանի դեմ հարձակումների հենակետ դարձել են Կատարը և Քուվեյթը դե ֆակտո։ Եվ այս տեսանկյունից հայտարարությունը Իրանի դեմ պատերազմի այս մթնոլորտում, հայտարարությունը դրա վերաբերյալ, թե նրանք պատրաստակամություն են հայտնել ստանձնել Հայաստանի երկաթուղու կառավարումը և Հայաստանը այս հարցը ուզում է քննարկել Ռուսաստանի հետ, թերևս վկայում է, որ այս միջավայրում այդ հարցի առնչությամբ էլ ճնշում կա Հայաստանի վրա։ Ինչպես Հայաստանը կկարողանա կառավարել այս ճնշումը, մեծ հարց է, հաշվի առնելով Հայաստանի կառավարման արդյունավետությունը ընդհանրապես և իհարկե մտահոգիչ հարց։ Միևնույն ժամանակ այստեղ կարծում եմ մտահոգվելու և հարցի վերաբերյալ լուծումների ու հնարավոր արձագանքների կամ հնարավոր անելիքների վերաբերյալ խորհելու կարիք ունենք մենք ընդհանրապես որպես հասարակություն և գործնականում բոլոր հասարակական քաղաքական ուժերը։